Իրավական գնահատականը փոխելը եւ նոր մեղադրանք առաջադրելը տարբեր բաներ են։ Իրավական գնահատականի Համազգական դատարաններ այդ մասով Արգել դատարանը հավիատ որոշում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների միջնորդությունը մերժում է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Հունից դուրս է գալիս փաստաբան Արամ Օրբելյանը, երբ մի քանի անգամ փորձում է ապացուցել, անտրամաբանական է շարունակել քրեական հետապնդումը, այն էլ լրիվ այլ հոդվածի շրջանակներում։ Գիտեք ինչ դատարաններ տալու, ոչ մեկ չի կարողանում։ Իրավական արգումենտներ վերում, ասենք սահմանադրական դատարանը էս ասել։ Սահմանադրական դատարանը ըստ ամենի ասել է Ռոբերտ Քոչարյանը թե մեղավոր չի մի բան սխալ։ Փաստաբան Արամ Օրբելյանը բացատրում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը, դադարեցրել քրեական հետապնդումը հանցադեպի բացակայության հիմքով։ Դատախազները պահանջել էին վերավորակել արարքը, դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել էր, Վճռաբեկ դատարանն ըստ էության բավարարել էր բողոքը։ Վճռաբեկ դատարանը ուզում եմ արձանագրեմ ոչ մետր չի ասել կթողնեք փոխի։ Ասենա գնացեք նոր քննության ապահովելով իրավունքի իրացումը, սխալների շտկումը։ Սխալների շտկումը վերաբերում է որ հոդվածով պետք է գործը կարճվի։ Արդարացման դատավճիռը որ հոդվածով պետք է լինի։ Արամ Օրբելյանը պնդում է Ռոբերտ Քոչարյանն արդարացվել է, իսկ նոր մեղադրանքը որևէ կապ չունի ոչ առաջին մեղադրանքի, ոչ էլ դատախազի հանցագործությունը վերավորակելու իրավունքի հետ, քանի որ այն բովանդակությամբ բոլորովին նոր մեղադրանք է։ Ստացել ենք արդարացման դատավճիռ, գնացել են վերաքննիչ Վճռաբեկ ասել է գնա իրավական որակումը փոխի։ Եկել են իրավական որակումը եթե փոխվեր, ընդունենք որ այդ ոչ ճիշտ չեմ քննարկում։ Այդ մասով օրինական ուժ չի դրել ամբողջ գործը վարկել նոր քննություն։ Այդ դեպքում ես Օրբելյանը նկատում է սխալ է 300.1 հոդվածը 309 հոդվածով փոխելու որոշումը։ Այդ հոդվածները միմյանց հետ որևէ առնչություն չունեն։ փոխելը սխալ։ Չի կարելի 309 քննի։ Որտեղ 309-րդ հոդվածը 301 հոդվածի հետ չունի ոչ մի առնչություն։ Նույն գործով անցնող Արմեն Գևորգյանը կարծում է դատավորի վերաբերմունքը վկայում է նախապես որոշված արդյունքի մասին։ Այս փուլում, երբ հնարավոր էր կարճել վարույթը, դատավոր Սարգիս Պետրոսյանի արձագանքից անգամ ակնհայտ էր, հետապնդումը շարունակվելու է, ակնարկում է Գևորգյանը։ Վճռաբեկ երբոնը վարկեկա իմ մասով կոնկրետ, իմ հետ կապված։ Սա արդեն երրորդ դրամն է։ Երրորդ իրավական որոշում է։ Ես կարող եմ ընդհանրել, որ դատախազի կարող է հրավիրել հանի։ 2018 թվականի օգոստոսի 3-ին առաջադրված։ Եվ երկրորդը։ Իսկ ես կարող եմ իմ ապացկա։ Կարող եմ մի իրավիճակ, որ մենք sense քննենք, վերջում դատախազը նորից վերահասի, գիտեք, նոր որոշումը տնչում ինձ հնարավորություն տվեք իրավական բան փոխել, գնահատական փոխել։ Հիմա ես 7 տարի արդեն երրորդ իրավական գնահատականից եմ առաջում։ Արդեն երրորդն է, կապ չորներ լինի։ Ինչու է իրավական քաոս առաջացել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ պարզ բացատրություն կա։ Վճռաբեկ դատարանը շփոթել է իր գործառույթը։ Դատարանը իրեն օրենք կիրավոր է։ Դատարանը օրենք ստեղծող չի։ Հիմա Վճռաբեկ դատարանը դուրս է եկել լիազորությունների սահմաններից եւ այն բացը որ կա ինքը ոչ մեքանան է։ Ինքը օրինաստեղծությամբ զբաղվում է, որի իրավունքը բացարձակապես ինքը չունի։ Եվ հիմա մենք այդ հետևանքները փորձում ենք ինչ-որ ձեւ ասած պատմամներով բանը ինչ-որ ձեւ լուծում ենք տալիս։ Առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի հակասահմանադրականը ճանաչվել է հոդվածը եւ դրանից հետո սկսել են սահմանական դատարանից սկսած եւ հատկապես Վճռաբեկ դատարանը օրինաստեղծությամբ է զբաղվել։ Եվ հիմա մենք այդ կապկապաններում մեջ։ Դատարանը բավարարում է փաստաբանի խնդրանքը, նիստեր չեն լինի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Երկրորդ նախագահն ու նույն գործով անցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու Արմեն Գևորգյանը դատարան կգնան հունիսի 12-ին։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։